Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունները ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից։ Ներկայումս Պաշտպան հայրենիաց ծրագրով 4000-ից ավելի պարտադիր զինծառայողներ անցել են պայմանագրային զինվորական ծառայության և հոսքն ավելացնում մի տոմս ունի, որի կապակցությամբ առաջարկում է Պաշտպան հայրենիաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1,5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը, նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ։ Ընդ որում, առաջարկվող կարգավորման առաջընթաց տեսլականը նաև այն է, որ արդեն իսկ երկրորդ պայմանագրից հետո առավելագույնը 30-ամյա տարիքում ունենալով մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժ, նշված զինծառայողների մեծամասնությունը կրկին կշարունակի զինվորական ծառայությունը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հավանություն տալ օրենքի նախագծին։ Շնորհակալություն, պարոն նախարար, հարցեր հիմնական զեկուցողին Քրիստինե Պողոսյան։ Մի հարց, պարոն նախարար, ատեստավորման հետ կապված հարցերը ժամկետ կա, երբ ուժի մեջ մտնում, օրինակ հիմա այս պահին կնքված պայմանագրերի վրա դա ազդում է, թե չի ազդում։ Նրանք, ովքեր դեռևս ատեստավորում չեն անցել, բնականաբար իրենց վրա ազդեցություն կգործի, բայց նրանք, ովքեր արդեն պայմանագիր են կնքել ու նշանակված է ատեստավորման օր, իրենց վրա չի անդրադառնում։ Պարոն նախարար, տվյալ նախաձեռնությունը ենթադրում է, որ գրավչությունը բարձրացնում է եւ սոցիալական փաթեթի կառուցվածքն է ավելացնում, որի հիման վրա մենք ապագայում հանձինս Պաշտպան հայրենիացի մեխանիզմների մենք կունենանք ավելի կրթությամբ օժտված սպայակազմի հեռանկար, ճիշտ ենք հասկացել։ Այո, եւ այս համատեքստում մի դիտարկում եմ ուզում անել, հարգելի գործընկերներ, ինչու հիմա այս որոշումը ընդունվեց, որովհետեւ նախկինում մեզ մոտ հետեւյալն էր. ուսումնական զորամասերում ժամկետային զինծառայողները անցնում էին մի ուսումնական պլանով, որը ավելի հեշտացված էր ըստ էության, իսկ պայմանագրային զինծառայողների համար պահանջները այլ էին։ Այսօր արդեն զինված ուժերում ներդրված է համահավասար սկզբունք, այսինքն ուսումնական զորամասերում ուսումնական process-ը, պատրաստությունը անցնում են եւ քննությունը տալիս են նույն չափորոշիչներով, ինչ չափորոշիչով հանձնում է սպան եւ պայմանագրային զինծառայողը։ Եվ քանի որ այս նույնականացումը արդեն արկա է, սա հիմք ընդունելով մենք մարդկանց 2 անգամ չենք չարչարում եւ ստացած գնահատականն է, եթե ինքը համաձայն է դրա հետ, համարվում է ատեստավորման գնահատական եւ նոր փոփոխություններով արդեն երբ մենք ուսումնական զորամասերում ուսումը կդարձնենք 4 ամիս, կստացվի, որ 4 ամիս ծառայելուց հետո, ավարտական քննությունները հանձնելուց հետո պայմանագրային զինծառայող կարող է համարվել ատեստավորված։ Նույնը վերաբերում է ռազմական ակադեմիան ավարտող մեր գործընկերներին, նրանք էլ իրենց հերթին հիմա ավարտական քննություններով կհամարվեն ատեստավորված եւ զորամասեր կգնան արդեն ատեստավորված եւ բարձր աշխատավարձով։ Նախկինում մենք նրանց ուղարկում էինք զորամաս, հետո 3 ամիս հետո մանավանդ որ շատերը արդեն